Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում իրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ամփոփենք անցած ամանորյա շաբաթը, որը թվում էր, թե մենք պետք է խոսեինք միայն տոներից, տոնակատարություններից, թե ով որտեղ ինչպես, իսկ մենք այո տոնում էինք մեր ընտանիքներում, իսկ հազարավոր, տասնյակ հազարավոր հայաստանցիներ, նաև քաղաքների, Երևանի եւ այլ քաղաքների հրապարակներ դուրս եկան ամանորյա գիշերը, այդ թվում նաև հայաստանցիների հետ էին նաև բազմաթիվ իրանցիներ, որ նույնպես տոնում էին նոր տարվա այդ նորամուտը։ Մինչդեռ մեր հենց հարևան Իրանում տարին սկսվեց խիստ անհանգիստ ձևով եւ ամբողջ երկրում ըստ էության, երբ նայում ենք քարտեզը, թե որտեղ են բողոքի ցույցերը տեղի ունենում, այո, այդ բողոքներով է ներկայումս ծածկված եւ Իրանը այդպես սկսեց նոր տարին։ Իհարկե մեր օրացույցով Իրանում ուրիշ օրացույց է, այնտեղ նոր տարին այլ օր է նշվում։ Այնուամենայնիվ, այս ցույցերը իրոք որ աննախադեպ են անցած տարիների համար եւ ունեն մի քանի առանձնահատկություններ։ Առաջինը, որը հենց շատ կարևոր է, դա այն է, որ շուկան է դարձել ցուցարար։ Դա մեկ։ Եվ երկրորդը, եթե մինչ այդ ուղղակի կար բողոք գործող իշխանության նկատմամբ եւ պահանջ, նույնիսկ արմատական պահանջներ փոխելու այդ իշխանությանը, բայց դե ինչով փոխել, դրա մասին գաղափար չկար։ Ներկայումս շատ հաճախ լսվում են այդ կարգախոսերում արդեն Թագաժառանգ Ռեզա Փեհլևիի անունը եւ մեծ փոքր քաղաքներում, երկրի կենտրոնում, հարավում, արևելքում նրա անունը արդեն ցուցարարները հաճախ են տալիս։ Առանձնանում է նաեւ նրանով, որ պետական դրոշը, որը փոփոխվեց իսլամական հեղափոխության կողմից, հիմա ցուցարարները թիրախավորել են այնպես ինչպես թիրախավորել են հոգևոր առաջնորդի պատկերները, որոնք հանդիպում են փողոցներում։ Փորձենք հասկանալ, թե այս ամենը նախ ինչ մասշտաբներ ունի, ինչ դրսևորումներ եւ ինչ է խոստանում։ Իսկ ամեն ինչը սկսեց նրանից, որ իրանական ռիալը նոր պատմական ռեկորդ գրանցեց իր արժեքի անկման եւ այդ ամենը հենց շուկայի այդ առևտրականներին հուշեց, որ այլևս բիզնես վարել հնարավոր չէ։ Փորձենք հասկանալ իրավիճակը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Իրանի խորհրդարանի նախկին падգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, բարև եք եկել, պարոն Բեգլարյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուզում եմ շնորհավորել ձեր անցած նոր տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը։ Դուք Երևանում եք տոներին, բայց այս դեպքերը ձեզ անտարբեր չեն թողել, վստահ եմ, եւ դուք հուշ-հյուշով հետեւել եք դեպքերի ընթացքին եւ ներսից իրավիճակը լավագույնս իմանալով եւ տիրապետելով, այսպես ձեր պատկերացումներն ունեք տեղի ունեցածի եւ տեղի ունեցողի վերաբերյալ համեցեք։ Նախ ես էլ իմ հերթին շնորհավորում եմ ամանորյա Սուրբ Ծնունդը թե ձեզ, թե ձեր գործընկերներին եւ սիրելի եւ հարգելի հեռուստադիտողներին եւ համայն հայությանը։ Այո, ինչպես դուք արդեն նշեցիք, թե ինչ դեպքերը սկսել շուրջ արդեն մեկ շաբաթից 10 օր է, որ Իրանում ցույցեր են տեղի ունեցել եւ հիմնականում հենց սկսեց Թեհրանի կենտրոնից, շուկայից, այսպես իր հարևանությամբ Թեհրանի կենտրոնում 2-3 մոլեր կան, որ մեծ մասամբ էլեկտրոնիկ եւ մոբայլներ են վաճառում, հիմնականում այդ
մոլերի մեջից սկսեց այսպես առևտրականների, խանութ-բաների խոսքով բողոքը։ Իհարկե Իրանի տնտեսական իրավիճակը անցած տարիների ընթացքին օրըստօրե բարդացել է եւ իմաստնավորի վերջին ամիսներին գնաճը իսկապես վերահսկումից դուրս էր եղել ըստ տեղեկության սննդամթերքի միայն սննդամթերքի թանկացումը որը նախկին 6 ամսյա ընթացքին 32% որոշ ամիսներում ունեցել է վերջին ամիսը արդեն 50-52% գրանցվել է հետևաբար այս բողոքները կար զուգահեռ արտաքին տնտեսության եւ նման դժվարությունների այդ հոլովույթը որ մեկ խոսքով ունեցել է եւ վերստին ռեալի ինչպես դուք ասացիք արժեզրկումը վերջի 2-3 շաբաթը շատ այսպես ահռելի թափ ստացավ վերստին շուրջ 50% արժեզրկվեց եւ հատկապես այնքան արագ էր տեմպը որ նույնիսկ հենց այսպես պարզ խանութ-բանը կամ առևտրականը որը պետք է բնականաբար սիրում է իր ապրանքն ավելի թանկ ծախի, բայց այնքան այդ տատանումները շատ էր, հատկապես որ անմիջապես չգիտեին այսպես տեղեկություն կա, որ չգիտեին հիմա ծախեն, վաղը պետք է գնան ինչքան ավելի թանկ գներով այդ գույքերը գնեն, հետևաբար խանութները փակեցին եւ զուգահեռ նրան այդ բողոքները սկսեց։ Իհարկե թե տնտեսագետերը, թե քաղաքական եւ սոցիալական հարցերով հետաքրքրվողները բոլորը զգուշացնում էին, որ առաջիկա արդեն ամիսներին մենք մեծ հավանականությամբ ականատես կլինենք նման բողոքների եւ նման ցույցերի։ Եվ դժբախտաբար վերջին 8-9 տարվա ընթացքին գրեթե մոտավորապես յուրաքանչյուր 2 տարի 1 տարի կես 1 ինչ որ տարածությամբ տարբեր ձևերի ցույցեր եւ բողոքներ ժողովրդի կողմից Երևան է եկել որոնց թե դրդապատճառները թե խոսքով այն թիրախները որ ժողովուրդը ունեցել են տարբեր է եղել Իհարկե, մենք գիտենք, որ Իրանը գտնվում է նաև քաղաքական, այսպես բարդ իրավիճակում, թե ներսքին, թե արտաքին հարաբերություններ եւ հատկապես տարածաշրջանային առումով, եւ հետեւաբար, քանի որ նաև ականատես եղանք Իսրայելի այդ պատերազմին ամիսներ առաջ, սրանք բոլորը միշտ էլ այդ գնահատականն էլ եղել է, ես կարծում եմ շատ էլ տրամաբանական է, որ հատկապես Իսրայելի նման մեկ երկիր կփորձի տարբեր ձևերի ազդել այդ ներքին, ասենք անուն դնենք շարժումներ կամ բողոքներ, որը երբեմն եւ հաճախ հասնում է ինչ որ ասենք խժդժությունների եւ ավելի պես բռնի կերպ է ստանում։ Նաև այսպես շատ բնականորեն այդ մեկնաբանությունը տեսակետը կա, որ ի վերջո եթե ժողովուրդը ինչ-որ ձևով բողոքներով է հանդես գալիս, անկախ այդ որ որոշ վերլուծաբաններ կամ պետական այրեր կամ այսպես կարգապահներ ինչպես են որակում, բայց դա ինչքան գնում է դեպի բռնությանը, անկախ դրանից որ ում կողից են, դա հետևաբար ավելի անվերահսկելի է դառնում կամ նաև հակառակը։ Եթե վերահսկվում է, հետագա դժկոհանքներն է բարդացնում, հատկապես այն առումով, որ նաև երբեք, ինչպես ասացի, այդ գործոնը, թե արտաքին ուժը դերակատարություն է ունեցել նման այդպես փուլ առ փուլ բարթանալու գործընթացի մեջ, հետևաբար ինքն անվստահությունն է ավելի շատացնում, թե իշխանության կողմից դեպի, ասենք հիմա ժողովուրդը կամ ժողովրդի կողմից դեպի։ Սրանք բոլորը այդ բարդություններն են, որ մենք ականատես ենք եղել եւ հիմա էլ կարծում եմ այդ գործընթացը տեղի ունեցավ, քանի որ ինչպես ասացինք, սկիզբը շուկայից սկսեց հետագայում մյուս օրերին որոշ քաղաքների շուկաներում վերստին մենք ականատես եղանք, բայց էլ արդեն 3-4 օրից շուկան կարելի է ասել ինչ-որ առումով հետ նահանջեց, բայց մենք ուրիշ խավ եւ ուրիշ շերտեր տեսնում ենք, որ թե արի դժկոհանք, թե առ այն, որ դժբախտաբար վերջապես, ինչպես ասում եմ, դա բնական է, որ որոշ ուժեր հիմա թե այսպես խուլիգանական, թե ոչ խուլիգանական կփորձեն դրանք շահագործել։ Նաև այս էլ մատնանշեմ, որ առաջի անգամվա համար հիմա բարեբախտաբար պարոն Փեզեշքյանը ինքը անմիջապես գործի անցավ, որ այսպես առևտրականների եւ նման
այդպես գործարանային եւ արհեստակցական խմբավորումների հետ այսպես հանդիպումներ ունենա եւ ինչ որ առումով լսելի դարձնի իրենց պահանջները։ Սա կարծում եմ նաեւ գուցե այդ քայլերից էր, որ օգնեց շուկայի բնագավառի այսպես խժդժությունները կամ բողոքները ավելի վերահսկելի դառնալ կամ իրենք ինչ որ խողովակ գտնեն ավելի անմիջականորեն իրենց դժկոհանքները հասցնեն, ասենք, իշխանության։ Պարոն Բեգլարյան, դուք հիշատակեցիք Փեզեշքյանին, հոգևոր առաջնորդը եւս հանդես եկավ եւ առաջինը իհարկե Փեզեշքյանն էր, որ նախ տեղեկատվություն տարածվեց, որ այս իրավիճակի համար պատասխանատու է Իրանի ազգային բանկի ղեկավարը, որը պաշտոնից հեռացվեց, եւ Փեզեշքյանն էլ դա մատնացույց արեց, որ ահա մենք հետևություն ենք արել, մենք մտադիր ենք բան փոխել եւ հայտնի դարձավ, որ Իրանը իր ոսկու եւ տարադրամի ռեզերվները մտցրեց շուկա իրավիճակը կայունացնելու համար եւ շուկայի դժգոհությունը մեղմելու, նաեւ ասելով, որ այո, առևտրականները ճիշտ են, նրանք իրավունք ունեն բողոքի, բայց այդ փողոցում, ինչպես իրենք են ասում, ծայրահեղական դրսևորումները ճնշվելու են։ Այո։ Հայտնի դարձավ երեկվանից, որ ամբողջ Բասիջ կոչվող կառույցը ներկայումս իրանական քաղաքների փողոցներում է։ Եվ ըստ էության մենք տեսնում ենք տեսանյութերով, որ ըստ էության փողոցային մարտեր են գնում, եւ այնպես չի, որ Բասիջը հաջողում է, հա։ Ցուցարարներն էլ շատ տեղերում մենք տեսնում ենք, որ այդ Բասիջի բաժանմունքներ են գրավում, հրկիզում, զոհեր կան իդեպ 10-ից ավել ցուցարար եւ մի քանի իրավապահ ներկայացուցիչներ են զոհված եւ ոնց որ թե հանդարտվելու միտում չկա։ Հիմա Այաթոլլահ Խամենեին էլ կոչ արեց ամենադաժան ձևով ճնշել եւ այլն եւ այլն։ Եվ նոր էլ տեղեկատվություն ստացվեց, որ Թեհրանի կենտրոնական Ջոմհուրի փողոցը փակ է ցուցարարների կողմից եւ ինչպես ասացի, եթե առաջ ուղղակի հակակառավարական կոչեր էին միայն հնչում, հիմա շատ տեղերում շահի անունն են տալիս Փեհլևիների, Թագարանգի նրա վերադարձը այսպես փափագող, հա, իհարկե ես չեմ կարող հասարակագիտական եւ քաղաքական հատկապես այս մասշտաբի երևույթների, որ մենք ականատես ենք կանխագուշակություններ անել։ Զգացողությունների մակարդակը, բայց կարծում եմ, եթե խոսքը գնում է շահի, այսպես տղայի վերաբերյալ վերադարձը, դա առանց արտաքին ուժի միջամտության ես դժվար եմ տեսնում։ Հա։ Չեմ ասում անշուշտ երկրի մեջ վստահաբար կունենա համախոհներ, համակիրներ կամ հետևորդներ, բայց թե գործնականում ինչ լծակներ իրենց ձեռքում կլինի, դա ես մի քիչ դժվարանում եմ ասել։ Գիտեք, հարցը հետևյալն է, նախ դժբախտաբար Իրանում նման ցույցեր, քանի որ չունի համապատասխան գաղափարախոսությունը կամ ղեկավարությունը, անընդհատ գնում էր եւ այսպես դեպի բռնության եւ այդպես ինչպես դուք մատնանշեցիք, դժբախտաբար միշտ ունենում է մարդկային զոհեր։ Այստեղ մեկ լուրջ բացթողում կա, որը կարելի է որոշները այդ մասին ակնարկում են։ Դժբախտաբար Իրանի իշխանությունը ժամանակին չի ճանաչել այդ մեկ խոսքով համապատասխան խմբավորումների ձևակերպումը, մեկ խոսքով սոցիալական հասարակություն, որոնք կարողանան նման երևույթների պահին հանդես կան իբրև խմբերի, կուսակցությունների, միավորների, ասենք ներկայացուցիչ կամ խոսնակ։ Հետևաբար այդ կապը չի ստեղծվում, այսինքն այսպես մնում է ամբողը, հիմա եւ ով որ այդ պահին կարողանում է ամբողջին ղեկավարել կամ ունավորել եւ իշխանությունը, որը
քանի որ միշտ էլ գնում է դեպի բռնության, դեպի ասենք վայրերը կրակ տալու, այդպես որ դուք տեսնում եք, այսպես ծայրահեղական լոզունգների եւ այլը, հետեւաբար դրանց դեմ հանդիման կայնում են այսպես զինվորականներ կամ անվտանգության մարմնի ներկայացուցիչներ կամ բասիջի որոշ դեմքեր, որ անշուշտ իրենք էլ ամեն ժամանակ վերահսկելի չեն։ Եվ սա միշտ տարել է դեպի խիստ բարդությանը։ Ըստ երևույթին հիմա էլ նույն մոդելն է առաջ գնում, բայց թե ինչ գործընթաց կյանա, կարծում եմ դժվար կլինի կանխատեսելը, բայց վերջապես կան դեմքեր, վերլուծաբաններ, տեսակետը այն է, որ ամենայն դեպս ներկա իրավիճակում, եթե ինչ-որ ձևով մենք այսպես անակնկալի, մենք ականատես չլինենք կամ ասենք պատերազմական իրավիճակ կամ արտաքին միջամտություն, այս պահին Իսլամական Հանրապետությունը ուրիշ ալտերնատիվ չունի եւ ինչ պիտի լինի, պիտի իր մեջից լինի։ Դա անշուշտ ունի իր, ինչպես ասացինք, իր հասարակագիտական պատճառները, նույնիսկ այսօր տեսակետներ կան, որ ի վերջո գործընթացները մեծև են գնում, որ նույնիսկ նախքան այս դժգություններն ու բողոքները խոսվել է մասին, թե շուտով ինչ-որ Բոնապարտ իշխանության հենց մեջից Երևան կգա եւ բոլորովին Իրանի համակարգը նոր հունավորում կստանա։ Սրանք այս տեսակետներն են, որ մասին խոսվում է, բայց այն ինչ որ իրավիճակն է բարդացնում, դա արտաքինից թվում է քաղաքականության իրավիճակն է, այսպես Թրամփի քաղաքականությունը, բանակցությունները, որ մեկ խոսքով փակված իրավիճակում է, Իրանի համար նոր բարդություններ, ինչպես մենք հաճախ բոլոր աշխարհը գիտի, որ նախքան 12 օրվա պատերազմը թե ամեն ինչ կենտրոնանում էր ատոմական արխիվի վրա եւ այդպես ատոմական ռումբի սպառնալիքը, որ իսրայելցիներն են դրան մեկ խոսքով այդ խոսքերով հանդես գալիս, հիմա պատերազմական փորձը եւ Իրանի հրթիռային կարողականությունը, թեպետ նաեւ միշտ եղել է երկրորդ, երրորդ պլանի հավանական բանակցությունների թեմա, բայց հիմա ինձ թվում է դա ավելի առաջնային կարող է լինել եւ նորից նոր բարդություններ Իրանի համար առաջացնել։ Հետեւաբար, երբ արտաքին հարաբերության այս բարդությունները կան եւ դա այսպես շահկապված ներքին հարցերին, դա իսկապես կարելի է ասել, որ անկանխատեսելի է, թե իսկապես ինչ հոլովույթ կունենա կամ ինչ տեմպերով, ինչ արագությամբ մենք ինչի պիտի ականատես լինենք։ Հիմա գանք Իրանի ներսում, պարոն Բեգլարյան, մենք տեսնում ենք Իրանի այսպես պրոբլեմային ծայրամասերում, հա, օրինակ Բելուջիստան, օրինակ Իրանական Քուրդիստան, այնտեղ եւս ցուցարարներ են եւ ըստ էության նույն կարգախոսներով են հանդես գալիս ինչ որ Թեհրան։ Այսինքն իրենք իրենց Իրանից դուրս չեն դնում, հա, ըստ էության։ Իրանի ժողովրդից դուրս չեն դնում, ըստ էության։ Գոնե այս պահի դերությամբ դա այդպես է։ Ուշագրավ է նաև, որ Իրանի հոգևոր կենտրոն Ղոմ քաղաքում եւս ցույցեր են բողոքի, ընդ որում նաև այդ իրանական ընդդիմադիր աղբյուրները, հա, գրում են այն մասին, որ հոգևորականները ուղղակի այսպես քաղաքացիական հագուստ են հագնում, որ շատ աչքի չընկնեն, որովհետև կարող են հարձակման ենթարկվել, բան կա էլի, այսպես նեգատիվ կա հասարակության մեջ հոգևորականության նկատմամբ։ Հիմա այս պայմաններում կա տրանսֆորմացիայի հնարավորություն ներսում գուցե, թե չկա, եւ մի ֆենոմեն էլ, երբ ամեն օր այտենց մի քանի աղբյուրներում, թե արևմտյան, թե իրանական քարտեզ են տալիս, թե ինչպեսին է եղել այսպես բողոքների քարտեզը, հա, Իրանի այս մեզ մոտ հատվածը, որ կա Ադրբեջան արևմտյան եւ արևելյան, որում Թավրիզ քաղաքին էլ ներառյալ, զերծ են որևէ բողոքներից։ Սա ինչ ֆենոմեն է եւ ինչով է սա բացատրվում։
Իհարկե ես կոնկրետ պատասխան չունեմ, քանի որ ինքը լուրջ հետազոտության ինձ թվում է կարիք ունի, բայց մի երկու հանգամանք այսպես համապատրաստից պիտի ասեմ։ Նախ այն, որ Իրանի հյուսիս-արևմտյան նահանգները, հատկապես մեծ քաղաքները Թավրիզը, Ուրումիա եւ այլը, թեպետ այսպես ասենք հերավոր նահանգների հերավոր քաղաքներում եւ որոշ ասենք գյուղերում վստահ այդ տնտեսական իրավիճակը այնքան բարվոք չի եւ մեկ խոսքով այդ համապարփակ տնտեսական ճգնաժամային իրավիճակը բնական է որ ազդում է անմետեղ, բայց նաեւ ինչ հատկապես ինչ խոսք գնում է բազարի մասին, բազարիների մասին, որը ինչպես ասացինք այդ նախ երկանքը սկսեց Թեհրանից, բայց Թավրիզում տեսնում ենք որ իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես եկան, որը մենք այդպես չենք համագործակցում ցուցարարներին այդ որակով որ տեղի է ունենում։ Ես կարծում եմ պատճառը այն է, որ ինչպես ասացի, այդ ցույցերի կամ բողոքների ընթացքը ինքն երկու շերտից էր բաղկացած։ Առաջինը առևտրականներ, խանութպաններ եւ ինչպես դուք ասացիք, այս բազարը եւ անմիջապես երբ արդեն փողոցում ուրիշ մակարդակի, հատկապես բռնի կերպով այդպես ցույցերը ասենք հիմա վերահսկելի չեղավ կամ ուրիշ որակ ստացավ կամ այդ խավը որ եկավ փողոց, հիմա ասենք կամ ստորաթաս կամ ավելի ընչազուր կամ այդպես դասակարգային եթե որոշ չափով բաժանենք, հետեւաբար այդ բազարիները նախ պետք է ասել որ իմիջիալոց ասեմ, վերջապես իրենք ունեն համապատասխան երկրի մասշտաբով ցանց։ Հետևաբար արագ թե իրենց տեղեկացնում են, թե իրենք ավելի գործունյա եւ գործունակ են այդ առումով, քան թե ասենք սովորական ժողովուրդը, որ պետք է տնից դուրս գա եւ գա։ Ես ինձ թվում է դա դեր էր, այսինքն ինչպես ասացի, չմոռանանք նաեւ Ահմադին Փեզեշքյանը ինքը թրքախոս նահանգներից է, այդ հանդիպումները, այդ շփումները, որ Թեհրանում ունեցավ, ես կարծում եմ անպայման իր արձագանքն է ունեցել հենց այդ ցանցի միջոցով դեպի նման նահանգներ եւ հատկապես որ այդ նման Թավրիզի նման քաղաքները վերջիվերջո երկրի տնտեսական միջինից ավելի բարձր մակարդակի ապրելակերպ ունեն, ավելի բարօրությամբ են ապրում եւ երրորդ գործոնը որ կարծում եմ դեր կունենա այն է որ Իրանի անվտանգային համակարգ այս վերջի հատկապես 44-օրյա պատերազմից հետո եւ այն սպառնալիքները որ նաեւ տեսել են թե ինչ հավանական սպառնալիքներ կա ասենք Իրանի հյուսիսից նկատի չունեմ բնականաբար Հայաստանը, նկատի ունեմ Ադրբեջանը, Իսրայելի դերակատարությունը այս տարածաշրջանում եւ այն հավանական էթնիկ շարժումները որ կարող ունենա, պետք է ասել որ իրենք նախապես ինչ որ կանխարգելիչ քայլեր վերցրած են եղել, որը երբ հիմա դեմ հանդիման են կայնել այս իրավիճակին բարեբախտաբար հիմա այդպես անվանենք կարելի է ասել որ ազդել է եւ կարողացել է որոշ չափով սաստել այդ թափը այդ նահանգներում։ Ես այս երեք գործոն ես կարծում եմ դեր ունի, հիմա այսպես ասում եմ համապատրաստից այդպես ընկալմամբ եմ հանդես գալիս, որովհետև ամենանդեպս հիմա տեսնում ենք արդեն այս վերջի օրերը գրեթե այդ մակարդակի, այսինքն շուկայի մակարդակի աշխատողներ, առևտրականների մենք այդ ձևով բողոքներ արդեն չենք տեսնում, արդեն ուրիշ ձևի բողոքներ փողոցներում ենք տեսնում եւ ուրիշ խավ են, այո, հիմա կան ուսանողներ, իհարկե ըստ երևույթին հակառակ անցած 3 տարի առաջվա ցույցեր այդ կանանց իրավունքների վերաբերյալ մենք այս պահին ըստ երևույթին կանանց ավելի քիչ թիվով ենք տեսնում փողոցներում, հետեւաբար պետք է ասել որ տեքստն ու կոնտեքստը փոխվել է հիմա այս իրավիճակում թե հիմա գործընթացը արդեն տեսնենք ոնց առաջ գնա։ Պարոն Բեգլարյան, գանք հիմա ոնց որ ասում են արտաքին պարագծին, հա, այս ամենի այս բողոքի ցույցերը տեղի են ունենում Իսրայելում հենց բաց տեքստով խոսվող այն նարատիվի ֆոնին, հա, որ Իրանի հետ նոր պատերազմը գնալով դառնում է եւ դառնալու է ել ավելի հավանական։ Ընդ որում նրանք դա ասում են նաեւ զուգահեռաբար խոսելով Թուրքիայի հետ աճող այդ հարաճուն այդ արճակատման այդ
պատմությունն էլ եւս մեջտեղ բերելով եւ խոսելով, որ Իսրայելի առաջ նոր վտանգ է ուրվագծվում ըստ այդմ եւ Իրանի հետ հարցերը պետք է օր առաջ փակել վերջացնել։ Մենք տեսնում ենք, որ առանձին իսրայելական գերատեսչություններ, այդ թվում նաև հետախուզականը ֆարսիով հաղորդագրություններ է Twitter-ում գրում, ողջունում է ցուցարարներին եւ այլն եւ այլն։ Եվ մի բան էլ, որ ընդհանրապես չի եղել, Թրամփի հայտարարությունն էր, որ եթե Իրանի իշխանությունը սկսի, ինչպես ինքն է ասում, սովորականի նման սկսի գնդակահարել մարդկանց, մենք կմիջամտենք։ Եվ այդ խոսքերի վրա տեղի ունենում այն ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում։ Ես նայում եմ իրանական աղբյուրները այնտեղ դե ուղղակի ինչ ասեմ, խուճապին մոտ տրամադրությունները ինչ է դա նշանակում մենք կմիջամտենք, էլի։ Ինչ ձևով, ինչ մասշտաբներով։ Դուք երբ մենք խոսում ենք Փեհլևի մասին ու նրա հնարավոր վերադարձի, այսպես հպանցիկ անդրադարձակ դրան, ասելով, որ նրա վերադարձը Իրան հնարավոր կլինի արտաքին միջամտության պայմաններում, հա։ Խոսենք դրանից մի քիչ, հա, այդ արտաքին միջամտություն, ասում արտաքին գործոնի դերը, ինչպիսին այն կարող է լինել, հաշվի առնելով այն արդեն ինչ տեղի է ունեցել, հա, ասենք, համեցեք։ Ամենայն դեպս, եթե իսկապես որևիցե, ասենք, երկիր, իմ հատկապես այս պարագային նկատի ունեմ Թրամփը եւ ԱՄՆ-ն, մտահոգ են Իրանի ժողովրդի այսպես ավելի հետագային զարգացման համար, բարօրության համար, ժողովրդավարության համար նման միջամտություններ, բացի այդ որ իրավիճակը բարդացնի, ուրիշ իրավիճակ, կարծում եմ արդյունք չունենալ, միթե այն որ պատերազմական իրավիճակով փորձեն հեղաշրջում կամ համակարգը փոփոխության ենթարկել։ Հենց ժամեր առաջ ինչ որ իսրայելական չգիտեմ, չեմ հիշում որ դեմքներ կամ լրատվամիջոցներ արտահայտվեցին, որ եթե ժողովուրդը այսպես համապատասխան արդյունքի չեն հասնում կամ չի հասնել ցույցերը, վստահ CIA-ը եւ Իսրայելը իրենք այսպես ձևաչափը եւ համապատասխան, ասենք զինյալ խմբավորումները արդեն ունեն եւ զինել են։ Սրանք բոլորը հետեւաբար այդ մի խոսքով վարկակիցը կցուցաբերի, որ Իրանի իշխանությունն էլ ավելի պիրտ կփորձի դեմ հանդիման կայնել որևիցե սոցիալ-հասարակական շարժման եւ ավելի մեկ խոսքով ավելի արյուն կթափի։ Հետեւաբար դա ոչ Իրանի ժողովրդի համար շահավետ կլինի, ոչ տարածաշրջանի համար եւ ի վերջո չմոռանանք, որ հենց այդ ժողովուրդն էր, որ 12 օրվա պատերազմի ընթացքին ամենայն դեպս թեկուզ ուներ բողոքներ, բայց վերջի վերջո փորձեց ընկալել, թե արտաքին ուժից, հատկապես Իսրայելից որևէ բարիք չի հասնելու Իրանի ճակատագրին։ Վերջապես մենք գործ ունենք Իրանի նման մեկ երկրի հետ, որ ունի իր երկար պատմությունը, ունի իր պատմական կենսափորձը, քաղաքակրթական դրսևորումները եւ այլն։ Հետեւաբար ես չեմ կարող ասել, թե իսկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ պահի ինչ վարկակի ցույց կտա։ Հիմա հարցը նաեւ այն է, դուք մատնանշեցիք Իսրայելին, թե Իսրայելի, այսինքն ես հասկացա ձեր մեկնաբանությունից, որ քանի որ Իսրայելը ավելի գնում է դեպի առճակատման Թուրքիայի հետ եւ ավելի հարաճուն է դառնում իր հարաբերության բարդությունը Թուրքիայի հետ եւ իմաստավորի տարածաշրջանում նկատի ունեմ Սիրիան եւ իր հարևանությամբ տարածքները, հետեւաբար պետք է Իրանից ինքը ձերբազատվի, Իրանից դժվարությունից ձերբազատվի, այսինքն այո, այն դժվարությունները, որ Իրանն է, մեր խոսքով, բայց դա առանց պատերազմի հնարավոր չի։ Միթե այդ որ հույս ունենան նման այդպես ցույցեր ինչ որ արդյունքի գահացնի, որ էլի հենց թե իմ տեսակետն էր, թե ձերը, որ ի վերջո դա արդեն նշանակում է արտաքին միջամտություն։ Հետևաբար պետք է տեսնել, որ ինչ սցենարիոներ կա։ Հիմա Թրամփը եւ այդպես արդեն Վենեսուելայի ճակատագիրը մենք տեսանք ինչպես ընթացավ։ Մեկ խոսքով աշխարհում այս պահին ամեն ինչ հարցականի տակ է գնացել, այսինքն միջազգային իրավունք, չգիտեմ եւ այլը, եւ Թրամփն ունի իր գործելավոճը,
բայց ես կարծում եմ ամենայն դեպս դա շատ մտահոգիչ է, ամենայն դեպս դեռ 3 տարի Թրամփի իշխանության է եւ Իրանը ինձ թվում է այս երբ հարց գնաց որ ասենք այսինչ մեկը կամ այնինչ մեկն ասում է Իրանի իշխանության մեջից գուցե ինչ-որ բոնապարտիզմ Երևան գա, սրանք բոլորը այն լուծումներն են, որ ես կարծում եմ ի վերջո Իրանը իշխանությունը պետք է շուտ այդ որոշումներ կայացնի, որովհետև ամենայն դեպս այդ բարդությունները 1 եւ 2 չեն, ասենք ներքին տնտեսականը, սոցիալ-քաղաքականը, չգիտեմ, կենսոլորտի, ջուրի, էներգետիկ հարցերը եւ վստահ սրանք էլ թե Թրամփը, թե Իսրայելը այս բոլոր դժվարությունները տեսնում են եւ փորձում են այդ մեկ խոսքով ֆոնի վրա իրենց որոշված արտաքին քաղաքականությունը առաջ տանեն։ Հետևաբար միայն կարող եմ ասեմ, որ այդպես դժբախտաբար բարդ օրեր է սպասվում։ Պարոն Բեգլարյան, եւ ամփոփելով, հա, տեսեք, փաստորեն գործող իշխանությունը Իրանի ասում է, հա, առևտրականները ճիշտ են, իրավունք ունեն եւ այլն եւ այդպես շարունակ մենք իրենց հետ խոսենք այո խնդիրներ կան մենք պետք է ուղղենք բայց քաղաքական հարցերով ոչ մի հարց բայց մյուս կողմից էլ պարզ պատճառը հետևանքային կապ ունի այդ տնտեսական իրավիճակը ինչու է վատթարացել չէ որովհետեւ վարվում է մի քաղաքականություն որը որպես հետևանք ունենում է ահա այսպիսի տնտեսական իրավիճակ եւ որպեսի չլինի այն եւ այն միայն այսպես հրշեջային միջոցառումներով շատ կարճ ժամանակով այն ոնց որ այստեղ պարզ ժողովուրդն է ասում դզել փչելով կարճաժամկետ ինչ որ բան ցույց տալու համար տենց հարց չի լուծվի պատճառները պետք է փոխվեն իսկ դա ասում են չէ այ դրանից չեք խոսում դա չքննարկվում բայց սա փակուղի չի թողեք այսպես ասել նախ Իրանի հարցերը բոլորն էլ գիտեն որ հիմնականից պետք է այսինքն ենթակառուցվածքային է եւ դա ենթակառուցվածքային նկատի ունեմ քաղաքական ենթակառուցվածքային եւ նաեւ մեծի մասամբ տնտեսական որովհետեւ մեծ շահեր կան այստեղ եւ եթե պետք է տնտեսական լուրջ բարեփոխումներ Իրանի մեջ կատարվի դա առանց քաղաքական կամք հնարավոր չի այսինքն տեսակետ կա որ ի վերջո պետք է համակարգը որոշի իրեն զանազանի իրեն իր կողմից կամ իր մեջ աշխատող անձանցից այսինքն համակարգը պետք է նման անձանց որը մեծ դժվարությունները բարդություններ են առաջացրել երկրի թե կառավարման հարցում թե տնտեսական հարցում առանձնացնի զանազանի եւ նրանց մեկ խոսքով կողք տնի հիմա ինչ որ ձևով որ կարելի է ասել մյուս կողմից հասարակագիտական հարցախույզներ եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս այս պահին ինչ որ Իրանում խոսվում է ասենք բարեփոխական սկզբունքայնական եւ այլ դրանք բոլորը ժողովրդի քաղաքական այսպես ընկալումների մեջ դեր չունի այսինքն եթե ժողովուրդը 10 տարի առաջ հարցախույզներում ժողովրդից հարցնում էին դուք ձեզի ավելի համախոհ կամ մտքով ավելի մոտիկ եք տեսնում նրանց իրենք շուրջ 50% 60% ասում են մենք ավելի մոտ ենք բարեփոխիչներին կամ բայց հիմա տվյալներն ասում են 90% ոչ մեկը եւ այդ ինքը շատ է բարդացնում իրավիճակը դա քաղաքական վակուում է նշում եւ այդպես ըստ մասնագետների այս պահին միակ մեկ ընդունված ընկալում կա ժողովրդի մոտ եւ այդ դժբախտաբար այն է որ կառավարական պետական համակարգը էֆեկտիվ չի աշխատում եւ հետեւաբար սրանք բոլորը եթե համակարգը մատնանշում է որ ասենք տարբեր շերտեր ժողովրդի իրավունք ունեն բողոքեն բայց այդպես խժժությունները անպատասխան չի մնալ ես կարծում եմ դա հասկանալի է բայց լուծումն այն չէ որ եթե պետք է բողոքեն միայն գան իրենց խոսքերը ասեն գնալ մարդիկ սպասում են լուրջ փոփոխությունների մարդիկ սպասում են լուծումների թեկուզ անպայման կարծում եմ բոլորն էլ հասկանում են որ ներկա իրավիճակում մեկ գիշերում ոչինչ չի փոխվելու բայց պետք է այդ
վստահությունը վերականգնվի, ես կարծում եմ, այսինքն սոցիալական կապիտալը, որ վնասվել է Իրանում, դա եթե շատ շուտ չփորձեն վերականգնել, այդ բարդությունները վերջապես կշարունակվեն։ Եվ եզրափակիչ հարցը, պարոն Բեգլարյան, այս ամենը ինչ ձևով կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ Ասենք, կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում, որովհետև այս բողոքի ցույցերը մենք տեսնում ենք գոնե մեր այս ձեզ հետ միասին այս զրույցի պահին մեղմելու որևէ միտում չեն դրսևորում։ Ես միայն իմ չասեմ մտահոգություն, այլ ընկալումս հետևյալն է, որ ամենայն դեպս եթե Թրամփի միջամտությունը տարբեր ձևերով եւ դիվանագիտական հարաբերությունները չկարողանան Իրանի հետ ինչ-որ համապատասխան արժանապատիվ եզր գտնել, հետեւաբար ինչ-որ Ամերիկայի եւ հանձինս Թրամփի միջամտությունը դա ավելի կբարդացնի այսպես կոչված կամ այսպես որոշված թրիփի այդպես պրոյեկտը եւ նախագիծը եւ մեր խոսքով Իրանին ավելի զգայուն կդարձնի, որովհետեւ վերջիվերջո Իրանը կմտածի բնականաբար այս բոլորի ֆոնի տակ կմտածի, որ սա կարող է ինչ հետևանքներ ունենա անվտանգային իր համար եւ թե Իրանի դերակատարությունը այստեղ ինչպես պետք է լինի, դա կբարդացնի։ Հիմա թե հայկական կողմն ինչքան հաջողել է համոզել կամ ընկալելի դարձնել իր ռազմավարական նպատակները կամ ինչպես Հայաստանի վարչապետը կամ իրանական կողմն ասում են մենք պետք է ռազմավարական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի այդպես խոսքով բացադրել եւ արձանագրել, առաջ տանել, դա հետեւաբար կարող է պետք է ավելի արագ ընթանա, եթե կարողանա Իրանը համապատասխան այդպես համոզումը գտնի։ Եթե չէ, արտաքին ճնշումներ եւ բարդությունները ինձ թվում է Իրանին ավելի հորատես կդարձնի։ Սա ավելի անմիջական ազդեցությունն է։ Իսկ հիմա ասենք տարբեր տնտեսական, այսպես ժողովրդագրական շարժում, այսինքն տեղափոխություններ, չգիտեմ, եւ այդ բոլոր դրանք հետագա բարդություններն են, որ կարելի է տարածաշրջանի փոփոխություններից ելնելով եւ տարբեր փուլեր թևակողելով խոսքով ականատես լինենք։ Դե շատ շնորհակալ եմ, պարոն Բեգլարյան։ Շնորհակալություն։ Ձեր այս շատ հանգամանալից եւ մանրամասն այս դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, ձեր գալիք սուրբ ծնունդը շնորհավոր։ Շնորհակալություն։ Միշտ նոր հանդիպում, խաղաղություն եւ Իրանին եւ Հայաստանին։ Հույսով։ Ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Իրանի խորհրդարանի նախկին падգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Իրանում տեղի ունեցող այս բողոքի շարժման հետ, նաև քննարկեցինք հարցեր կապված հնարավոր արտաքին միջամտության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։